Որքան հազարավոր հավատացյալների այսօր չեմ կարողանում Աստծո խոսք խոսեմ, որտեվ գայթակղվել են, որտեվ վիրավորվել են, ու ասում եմ, ոնց կարար այդ մարդ ինձ հետ այդպես վարվեր, ոնց կարար ինձ իր տեսներ, ոնց կարար ինձ մարդաքանակ տեսներ, ոնց կարար իմ հետ սխալ վարվեր, մարդ այնքան խորն է ցավացել ու վիրավորվել, մի հատ խելոքի պատճառով։ Գիտես, քույրեր, եղբայրներ, այդ խելոքներին չեմ մեղադրում, այդ խելացիներիս եմ մեղադրում, որ լսում ենք ու տեղ ենք տալի, պայծառատեսներ, ինչ է ասում տիեզերքը քո մասին, համացանցը միացրու եւ քո ապագան թո ախտորոշվի կամ վերջապես։ Գիտես, այդ մարդուն ես չեմ մեղադրում, ինձ ու քեզ եմ մեղադրում։ Երբ որ այս երկրում որոշ դեպքերում, որ մարդիկ իսկապես ընտրում են հայոյողի, ընտրում են մարդու, որը ուղակի հայոյում է, պղծում է, ինչ ասես խոսում է, ես չեմ մեղադրում այդ մարդուն, ես մեղադրում եմ մեզ, որ մենք դեռևս ծառավ ենք այդ անօրինության, փաստորեն ժողովուրդը ինչ փնտրում է, դա գտնում է։ Եկեք լուրջ վերաբերվենք ու ասենք, Տեր, լեցրու ինձ քո ավետարանի ճշմարտությունով, թող իմ մեջից անցնի, մտնի ու ելնի, թող շրջանառություն, թող չմտնի ու մնա ու մեռնի, թող գետ լինի, խոսք անընդհատ, ամեն օր, թող ավետարան ինձ համար լինի հեղինակություն, բացարձակ հեղինակություն, թող եթե ընտրություն ունեմ, անգամ վերջապես հոգևոր եւ ոչ հոգևոր, թող լինի Աստված ճշմարիտ ու ամեն մարդկային կարծիք սուտ, համեմատության մեջ, թող լինի նա ու թող լինի նա։